Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 24 Միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք։ Փիլիպպեցիս 1:27 խոսք։ Գնացեք բառը վերագրում է մեր կյանքի ողջ ընթացքին և այս աշխարհում մեր վարքագծին։ Հունարեն բառը որևէ երկրի քաղաքացիների գործունեության և արտոնությունների իմաստն է արտահայտում, այնպես որ մեզ, որպես Նոր Երուսաղեմի քաղաքացիների, պատվիրված է մեր ապրելակերպը համապատասխանեցնել Քրիստոսի ավետարանին։ Իսկ ինչպիսի ապրելակերպ է դա։ Առաջին հերթին, ավետարանը շատ պարզ է, ուստի քրիստոնյաներն էլ պետք է պարզ ու հասարակ լինեն իրենց գործողություններում։ Մեր նիստուկացի, խոսքի, հագուստի և վարքագծի մեջ պետք է պարզություն լինի, որը քրիստոնեական գեղեցկության սիրտն է։ Այնուհետև ավետարանը կատարելապես ճշմարիտ է։ Այն անխառն ոսկի է, ուստի քրիստոնյայի կյանքը անփայլ ու անարժեք կլինի առանց ճշմարտության գոհարների։ Ավետարանը նաև շատ անվախ է։ Այն համարձակ հռչակում է ճշմարտությունը, մարդկանց դա դուր գա թե ոչ։ Նմանապես մենք էլ պետք է հավատարիմ և անսասան լինենք։ Բայց ավետարանը նաև շատ նուրբ է։ Նկատեք այդ հոգին նրա հեղինակի մեջ։ Ջախջախված եղեգը նա չի կոտրի։ Որոշ քարոզիչներ ավելի սուր են, քան փշե ցանկապատը, նրանք նման չեն Հիսուսին։ Եկեք ձգտենք շահել ուրիշներին մեր խոսքերի և գործողությունների քնքշությամբ։ Շարունակելով նշենք, որ ավետարանը շատ սիրառատ է, այն սիրող Աստծո ուղերձն է ընկած և կորսված մարդկությանը։ Քրիստոսի վերջին պատվերն իր աշակերտներին սա էր. սիրեք միմյանց։ Օ երանի մենք ավելի ջերմեռանդ սեր տածեինք բոլոր սրբերի հանդեպ և ավելի մեծ կարեկցանք ունենայինք ամենավատ և նողկալի մարդկանց նկատմամբ։ Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ Քրիստոսի ավետարանը սուրբ է։ Այն երբեք փոխզիջման չի գնում մեղքի հետ, այն ներում է մեղքը, սակայն միայն քավության միջոցով։ Եթե ուզում ենք, որ մեր կյանքը համապատասխանի ավետարանին, ապա պետք է ոչ միայն զգուշանանք որոշ անպարկեշտ արարքներից, այլ ամեն ինչից, որ խանգարում է մեզ կատարելապես նմանվել Քրիստոսին։ Հանուն նրա, հանուն մեզ և հանուն ուրիշներին մենք պետք է ջանք անենք օրեցօր ավելի ու ավելի գնալ Քրիստոսի ավետարանին վայելող կերպով։